Եթերում հերթական զեյրո կասնա, Սամվել Թադևոսյան, զեյրոյի հայր հիմնադիրը, ինչպես եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, լավ, դուք ինչպես եք։ Ես էլ եմ լավ, զեյրոյի եւ զեբրիկի հետ միասին, հուսամ, որ բոլորս լավ ենք։ Այսօր արդեն հունիսի 19-ն է, եւ դա նշանակում է, որ օֆիցիալ արդեն 1 ամիս եւ 11 օր զեյրոն եւ զեբրիկը ապրում են օֆլայն։ Այո։ Ինչ հաջողություններ on live, այո։ Ինչ հաջողություններ եք գրանցել, քանի մարդ արդեն միացել ա ձեզ։ Ամենամեծ հաջողությունը, որ գրանցել ենք, այդ որ զերոն արդեն կա, բոլորը գիտեն, շատ մարդիկ օգտվում են այս մի ամսվա ընթացքում, ամիս 11 օրվա ընթացքում արդեն ունենք մոտ 150,000 դաունլոդներ եւ 65,000-ից ավել ակտիվ հաճախորդներ, այսինքն բոլորը չեն էլի, ովքեր որ դաունլոդ են արել, հաճախորդ դարձել, միջին ամենաակտիվ հաճախորդները դա մոտ 32,000-ն են, ինչ ենք ասում ամենաակտիվ հաճախորդ ասելով, այդ որ մարդիկ ամենօրյա ռեժիմով մտնում են application-ը, շփվում են Zebriki հետ կամ օգտվում են տարբեր ծառայություններից, որը որ զերոն տրամադրում է, 5 րոպեից ավել, այսինքն 32,000 հոգի մարդ ամենօրյա ռեժիմով 5 րոպե միջին տևողությամբ մնում են մեզ հետ, իսկ այդ ամենամեծ ձեռբերումն է ու ամենամեծ կապիտալը այս մի ամսվա մեջ, ու ես էլ եմ ուզում ասեմ, որ չի եղել Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում նման արագ զարգացող ու արագ աճող հավելված, որը որ այսքան կարճ ժամանակում այսքան շատ հաճախորդներ ունի, այսքան շատ դաունլոդներ ունի։ Հաշվարկների ժամանակ մտածում եք, որ այսքան կլինի, թե Չէ, ճիշտն ասած չենք մտածում, իհարկե մեր վերջնական նպատակը բոլոր հեռախոսներում լինելն է, իսկ դա մոտավորապես 1.3 միլիոն է Հայաստանում։ Ընտրողներից քիչ։ Չգիտեմ ընտրողները ինչքան են սպային, բայց 1.3 միլիոն հեռախոս կա, որոնք որ աշխատում են ու ակտիվ են, մեր նպատակն է բոլոր հեռախոսներում լինելը, բայց եթե մենք դա անենք 10 ամսում, այսինքն ներկա տեմպերը ցույց են տալիս, որ դա հնարավոր է, որտեվ օրական աճը 3000-ից 4000 ներբեռնում է, եթե տեմպը պահենք, իսկ տեմպը կարծում եմ կարելի է պահել, առանձնապես խնդիր չի դա անել, մենք 10 ամսում կանենք այն ինչ որ ուզում ենք, իսկ դա ֆանտաստիկ ժամկետներ են։ Ինչ խնդիրներ է դա բախվե զեյրոն։ Այս պահին արհեստական բանականության մասին խոսենք, այդքան քանակի ուրեմն օգտատերներ ավելի շատ օգնում են, թե խանգարում են իրական։ Չէ, իհարկե միանշանակ օգնում են, իհարկե երկակի ինչ-որ տպավորություն կա, որովհետև մենք ամեն անգամ մեր բոլոր ելույթներում կամ ինտերվյուներում ասում ենք, որ ինչ խնդիր կա, խնդրում ենք բարձրաձայնեք ուղարկեք, այսինքն մենք հանրությանը տրամադրել ենք, որ մենակ խնդիրները մեզ ուղարկեք, լավ բաները մի ուղարկեք, այդպես տրամադրվածություն կա, ու որ основная ինֆորմացիան, որ գալիս է, այդ նեգատիվն է փաստորեն։ Բագերի մասին եք ասում։ Բագերը կամ ինչ-որ մանր խնդիրներ, որոնք խանգարում են մարդուն ավելի հաճելի օգտագործել Zebriki կամ այս կամ այն, ու այդ նեգատիվ հանրության մեջ նեգատիվ ֆոնը ձևավորում, որտեղ հա կոմենտներ են գրում, որ այս ուղեք, հա, անձնական նամակներ են ուղարկում, բան, մենք այդ ամեն ինչը աչալուրջ անում ենք, բայց երկրորդ պահը այդ այնքանով է լավ, որ մենք այդ ամեն ինչին շատ ուշադիր ենք ու ամեն օրյա ռեժիմով մենք այդ բոլոր ուղարկածները վեր ենք լուծում ու այդ բոլոր ուղարկածները սարքում ենք, որ այդ խնդիրների հետ չբախվեն մարդիկ, հա, լուծում ենք այդ խնդիրները։ Հիմա մի կողմից այդ նեգատիվն է, մի կողմից էլ մենք ուրախանում ենք, որ այդ նեգատիվը գալիս է, որ կարանք խնդիրները լուծենք։ Ասենց այս բանը ես վիճակում ենք, բայց շատ կարևոր է, որ այդ երկխոսությունը կա մեր ու հանրության միջև, ու ինչքան շատ են դաունլոդները, բնականաբար այնքան ավելի ինչ-որ կիքսեր են բացահայտվում, ինչ-որ բաներ, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավը լինելու ու ավելի լավ պրոդուկտ տալու մեր հաճախորդներին ու մեր օգտատերերին, так что այդ երկու մասը բախվում է իրար ու արանքում շահում ենք թե մենք, թե օգտատերերը։ Բարձա։ Այն սպասումները, որոնք որ գոյություն ունեն հասարակության մեջ AI-ի նկատմամբ, արհեստական բանականության նկատմամբ, հայկական, զեյրոյի, Zebriki հետ կապված, այսինքն ոչ միայն ինչ որ մի
հավելված, որ ինչ որ հարցերի կարող է պատասխանել կամ քո տեղը տեքստ գրել եւ այլն եւ այլն։ Մնացած բոլոր լավ բաները, որոնք որ սпасել են, երբ են լինելու, այսինքն ֆոտո, վիդեո, երաժշտություն, չգիտեմ, բանկային համակարգ, սուպերմարկետների հավելված, առևտուր եւ այլն եւ այլն։ Այսա մի քանի բառով դա ներկայացնեմ։ Ուրեմն առաջին հայկականի է մեր Զեբրիկը, այս բայդրությամբ գրեթե ունի 10 Ճիշտ եկեք խոսամ մի անգամից AI-ից ու իրանից դուրս եկող մոնետիզացիայի տարբերակներից ու մենք անցնենք այդ մոնետիզացիաներին, որը որ անմիջապես շփվելու է մեր հանրության հետ ու այդ ժամանակն է խնայելու ժամանակը պրինցիպը աշխատացնելու է ու նաև հիմա էլ է դա աշխատացնում, բայց մենք ամենօրյա աշխատանքային ռեժիմի մեջ ենք։ Կա 10 առանձին մոդեր, որոնցից մեկը նաև այն տաքսու հավելվածն է, որ կա Դրա մասին Զեբրիկի մեջ, հա, այդ ընդհանրապես մոնետիզացիաներից մեկն է մեր AI ինքը մեր գլխավոր գերնպատակը չի։ Իհարկե մենք անելու ենք ու անելու ենք ամենալավ մակարդակով ու շուկայում գրավելու ենք մեր տեղը, արդեն իսկ գրավել ենք մեր տեղը, ասեմ որ 10% շուկան արդեն իսկ վերցված է կոնկրետ ուղի վրա փոխադրումների մասով, բայց կան նաև ձեր նշած սուպերմարկետը, բանկը, կա դրամապանակ էլեկտրոնային, հա, այդ մենք արդեն բանակցությունները կան, որ ավարտել ենք, կան, որ դեռևս շարունակվում են ու կան, որ ավարտական փուլում են, լինելու է 10 մոդ, ինչ է այդ մոդը նշանակում, այսինքն երբ որ մարդը սկսում է ֆինանսական հարցեր տալ մեր Զեբրիկին, մեր Զեբրիկը իրան ասում է, գիտեք ինչ, ես ունեմ ընկեր, որը որ ավարտել է Հարվարդի համալսարանը ֆինանսական մասով ու ունի 100 տարվա աշխատանքային փորձ աշխարհի տոպ կամպանիաներում, եկեք ես իրան կանչեմ, ինքը հաստատ ավելի լավ ձեր ֆինանսական հարցերին կպատասխանի, հա, ու այդ ժամանակ երբ որ օգտատերը ասում է, այո, հենց տեղում գույները փոխվում են, մեր գործընկերոջ գույներն են գալիս, ասենք ֆինանսական մասով, ու այդ Զեբրիկի հետ արդեն սկսում են քննարկել կոնկրետ հարցեր, որ եթե ես վարկ վերցնեմ, օրինակ, էսենց բիզնես պլան ունեմ, ինչ կարծիք ես սկսում են այդ քննարկումները իրականացնել, ինքը ամբողջությամբ իր ֆինանսական օգնականն է, տոպ օգնականն է, որը այդպես մասնագետ վարձելու համար մարդիկ միլիոնավոր դոլարներ պետք է ծախսեին, որ այդպես մասնագետի հետ կարողանային խորհրդակցեին ֆինանսական տեսանկյունից, ու նաև առաջարկում է այն ունեցած պրոդուկտները, որը որ ունի մեր գործընկերը, որ կարող է այս պրոդուկտը քեզ այս հատվածով օգտակար լինի, ուզում ես արի այս պահն էլ քննարկենք, չգիտեմ, վարկ ես ուզում ձևակերպես, այս պահը կա, ու նաև բաց այդ ամենից, նաև կարող են ասել Զեբրիկ ջան, չգիտեմ, 50,000 դրամ փոխանցենք գորին, Զեբրիկը այդ ամեն ինչը կազմակերպել է ու 50,000 դրամը փոխանցի գորին։ Այսինքն հիմա էլ է կարող դա անել շատ հանգիստ։ Չէ, հիմա սա չի կարող անի, քանի որ այս պահին բանակցությունը ավարտվել է, կա պայմանագիր ստորագրված, բայց ինտեգրման փուլ էլ կա, որտեղ դա գումարների հետ է կապված, պետք է հստակ տեստային ամեն ինչը անցնի, հետո նոր բարձրանա, այսպես ասած, production, որտեղ մարդիկ կարան այդ ամեն ինչը անեն, այդ տևելու երևի 1 ամիս կամ ամիս ու կես, այդ ֆինանսական հատվածով, բայց այս պահին կա Zebrik Travel Agency-ն, որը տեստային փուլում է, աշխարհի ամենամեծ կորպորացիան տուրիստական, որը իր մեջ ունի 1.5 միլիոն հյուրանոցներ աշխարհի 200 եւ ավել երկրներում, պայմանագիրը ստորագրել ենք, այս պահին արդեն ծրագրավորումն է արած ինտեգրման վերջնական փուլում է, այսինքն եթե ասենք գորը ուզում է գնա հանգստի, գրում է Զեբրիկ ջան, այս որ հանգիստն է այս պահին տրենդային աշխարհում, կամ ինչ նորություններ կան, որ ասենք մենք գիտենք, մնացածում եղել ենք, ինչ նորություններ կա, ինքը սկսում է ձեզ պատմել ինչ նորություններ կան, ոնց, ինչ բան, ու դուք ասենք եթե ուղղությունից մեկը հավանում եք, ասում եք դες ուղղության մեջ ինչ չգիտեմ, մենակ հյուրանոց գտի, հյուրանոց տուն, ինքը հյուրանոցը գտնում է, ասենք մի 15 տարբերակ, կարող է դուք նայում եք ձեր բյուջեին չի համապատասխանում, ասում եք Զեբրիկ ջան, մի քիչ էժանը գտի կամ մի քիչ թանկը գտի, մի քիչ ընտանիքի հետ եմ ուզում եմ ավելի կոմֆորտի լինի, քան ավելի ճանապարհորդական։ Ինքը այդ ամեն ինչը էլի գտնում է այդ հյուրանոցները ու դուք տեղում կարում եք ներսից իրանից բուք անեք հյուրանոցը, վճարումը իրականացնեք, ստանաք վաուչերները ու գնեք, հետո դրանից հետո հասնելու է ուզում եք ավիատոմսի հարցերն հա գտնեմ ամենայժան ավիատոմսը գտնեմ կամ այդ ամեն ինչն էլ ինքը անելու է, տոմսը էլի կարող եք մի անգամից չաթից ասել դե գնի
Հա, համաձայն եմ գնի, ինքը գնի տոմսերը ուղարկի ձեզ, բաց այդ ես հիմա ասելու ուզում եք, եսի որ ինտերնետ ունենաք, չկան այնտեղ տաքսին ձեզ մեքենա կամ ուղղորը փոխադրումը ձեր համար կազմակերպի, հետո որ դուք արդեն հասնեք տեղ, իրան հարցնեք, բա լավ, եկել ենք ստեղ, Ուր գնանք։ հա, ուր գնանք, ինչ Ինչ կոկտեյլ, ուտենք։ ինչ կա, ինչ ուտենք, ինչ լավ ռեստորաններ կան, ինքը ամբողջությամբ ձեզ ներկայացնելու է, ճանապարհները գծի, ասի որ ուր եք ուզում գնաք, հեսա այսքան տեղ կա, այսինքն այդ տուրիստական travel agency մասով ու տենց 10 տարբեր բաներ ա լինում, ունեք retail-ում այս պահին բանակցում ենք ավարտական փուլում ենք ամենատոպովի Հայաստանի ցանցի հետ, նույն ձև ասենք ասելու է Զեբրիկ ոնց որ սառնարանս դատարկա, ինչ ենք անում, ինքը ասելու է մի րոպե բացվելու է այդ մեր գործընկերոջ այդ Գույներով, իր գույներով, հա, ու բացվելու է ամբողջ ցանկը ինչ եք ուզում պատվիրեք, պատվիրում եք զամբյուղ վճարել ու Զեբրիկ ասում է դե այս ինչ ժամանակից կառաքվի ձեր տուն ու հետո ընթացքում արդեն որ ձեր հետ շփվում է Զեբրիկը հասկանում է, նո, քանի հոգի են ընտանիքի անդամները մոտավորապես ինչ ձու եք սիրում, ինչ երշիկ եք սիրում։ Մյուս անգամ հարցնելու է բանը, այդ նույնը պատվիրեմ ու սենց ակցիաներ կա կարող է սրանք ավելացնենք, էնի հանենք, որ չեք ավելի քիչ ստացվի, բայց որակով նույնը ստանաք։ Okay, երբ է դա Այդ իրագործվել։ էլ նույնը ամիս 2 ամսվա ընթացքում մենք հիմա գործընկերոջ հետ ավարտական փուլում ենք բանակցությունների, կավարտենք, պայմանագիրը կստորագրենք ու արդեն իսկ կսկսեն տեխնիկական աշխատանքները։ Վիզուալ դա առանձին երևալու է, թե դու պիտի Զեբրիկին ասես, օրինակ ուզում եմ, չգիտեմ, ձու Չէ, ձեր գնեմ։ ընթացքային զրույցի ժամանակ ինքը հասկանալու է, որ դուք ուզում եք հետաքրքրվում եք այս պահին ինչ որ, նո, սնունդ գնելու կամ տուրիստական մասով, ինքը արդեն ձեզ առաջարկելու է, ուզում եք սա մնացածն էլ մեր օգտատերերն էլ կարան ուղղակի մտնեն, այնտեղ մոդելը լինելու են, մտնեն travel agency իրենց։ Հա, այսինքն դա երևալու առանձին, ուզեմ ասեմ, հա, առանձին երևալու, առանձին ինչ որ տեղա լինելու, էմոջիներ ա լինելու, Զեբրիկն ա լինելու, Զեբրիկն ա լինելու, էլի տարբեր բանը travel-ի շորերով, հա, Զեբրիկն լինելու մեր գործընկերոջ, ասենք, retail-ի շորերով կամ բանկի շորերով, դա բանկի հետ ենք ավարտում, սա բանը բանկի հետ ենք ավարտում, այսինքն կարող եք վարկ վերցնել ու մնացած գործողությունները, այսինքն ինքը լինելու է այդ ժամանակն է խնայել ժամանակի մեր պրինցիպը, որ մենք հայտարարել ենք, գնում ենք այդտեղ դուք մի հատ app-ում անելու եք սուպեր app-ի մասին է խոսքը։ Այո, հիմա նորից ամենակարևոր հարցը 1.5 ամիս հետո արդեն հաստատ կլինի այդ տուրիստը, Չէ, տուրիստը շուտ կլինի, տուրիստական, travel agency-ն քանի որ հիմա սեզոնն է, ասենք, ասած տուրիստական։ Տաք է, էլի ուզում ասում։ Հա, արդեն երևի 5-ից 7 օրվա ընթացքում արդեն travel agency-ն կլինի, launch կանենք, սիրուն կհայտարարենք։ Այս պահին տեստային փուլում է, կարող տեստային ես կուղարկեմ փորձես։ Բարի։ Լավ, անցնենք ամենացավոտ թեմաներից մեկին, դա ուղևորա փոխադրություն։ Իմ համար էլ է ցավալի թեմա, էլի չեմ կարող։ Ինչու է ցավալի։ Չէ, արտահայտեմ։ Հա, ուղևորա փոխադրություն։ Ուղևորա փոխադրում։ Տրանսպորտիրովկա։ Ուղևորա փոխադրում։ Okay։ Շատ մարդիկ գրում են, որ այո, լավ մեքենաներ են, նոր, վարորդները կոկիկ, մաքուր, օթորակիչով եւ այլն, բայց շատ ենք սպասում։ Այո։ Մեքենա չկա։ Ինչ կարող ենք ասել այդ առումով եւ ուր են գնում, դեպի ուր են գնում։ Շատ լավ հարց է, դա այնտեղ մենակ երկար ենք սպասում, այնտեղ ինչ որ մեկ խնդիր առաջանում քարտեզի հետ կապված, վարորդի մոտենալու հետ կապված կամ զանգի հետ կապված խնդրով, իհարկե տեստային փուլում այդ ամեն ինչը մենք կարելի ենք ու ոչ մի խնդիր չէր առաջացել տեխնիկական հատվածով, բայց լոնչելուց էլի այս մանր խնդիրներ առաջանում են, մենք խոսում ենք հիմա ուզում եմ որ ճիշտ հասկանանք, իսկ 90%-ի մոտ նորմալ է։ Այո։ Մենք խոսում ենք այն 10%-ի դե ով նորմալ է սովորաբար ձեն չեն հանում։ Խնդիրը, հա, ու մենք էլ դեռ ենք ասում սովորացրել ենք որ նեգատիվը ուղարկեք ու անդադ ստանում ենք, ուրեմն այդ 10%-ի մասով որ խոսանք, ասեմ։ Չէ, դա այդ տեխնիկական խնդիրները, իսկ երկար սպասելը ու երկար սպասելը մեկ էլ երկար սպասելը ու ուրիշ չունենք խնդիր։ Երկար սպասում ենք, մեքենա չի գտնում։ Մեքենա չի գտնում, հա։ Առհասարակ մեքենա չի գտնում, հետո գտնելուց հետո երկար սպասում, այո։ Քանի որ
մենք չենք սպասում, որ սենց արագ ենք զարգանալու, սենց արագ հաճախորդների հետաքրքրությունը այդքան մեծ է լինելու։ Մենք ստանում ենք շատ մեծ ծավալի պատվերներ, այս բան իհարկե թվեր երևի չհնչեցնեմ, կոմերցիոն մի քիչ, բայց շատ մեծ հավատացիք, շատ մեծ պատվերներ ենք ստանում, որ եղած մեքենաներով այս բան չի ստացվում սպասարկել։ Դրա համար հերվիցային մեքենաները պատվերները վերցնում, մոտենում, այդ ունի մեկ լուծում այդ մեքենաների շատացումն է, ինչը որ մեր ընկերությունը արդեն արել է ու երկուշաբթի օրվանից եւս 250 հոնք չի մտնում են գից, այսինքն այն պատվերների ծավալը, որ մենք ունենք այս պահին, հանգիստ կսկսենք սպասարկել ու կսկսենք անցնել զարգացման փուլ։ Այս պահին շատ շատերի հետ ենք բանակցությունների մեջ, նաև եթե գիտեք կան բազմաթիվ տաքսոպարկեր, ովքեր որ մեքենաներ ունեն ու համագործակցում են ինչ որ ագրեգատորների հետ տաքսի մասով ուղևորափոխադրման, մենք էլ բոլորի հետ գրեթե բանակցում ենք, շատ լավ են անցնում բանակցությունները ու օրեցօր 20-ից 40 մեքենա ավելանում է, բացի որ այտենց մենք մեծ քանակություն եւ ինքներս ենք մտցնում գից, այսինքն այս խնդիրը մեկ ամսվա կտրվածքով կվերանա ու այլ արդեն տենց երկար չենք սպասի, ես ուզում նախ շնորհակալություն ասեմ բոլոր օգտատերին, ովքեր օգտվում են մեր ծառայություններից, ովքեր համբերատար են օգտվում, երևի թե հասկանալով որ դե նոր են, շուկան արմատացած է, պնդացած է, իր մեջ մտնելը ու ինչ որ նոր բան առաջարկելը շատ դժվար է, բայց մենք դա անում ենք ամենօրյա ռեժիմով, ամեն օր մի նոր քար ավելացնելով, պատվերների ու քանակը օրեկան աճը մոտավորապես 15-20% աճում է նախորդ օրվա, օրեկան էլ, այսինքն ամեն օր։ այտենց ծավալները հասպասարկելու համար չգիտեմ, շատ մեծ ռեսուրսներ են հարկավոր, ինչը այս պահին ներդրված է ու անում ենք։ Այդ կասեմ երկար սպասելու ու մեքենա չգտնելու մասով։ Ինչպես կարող եք վարորդներ նոր ներգրավել։ Ինչու պետք է մարդիկ գան ձեզ մոտ։ Ինչու պետք է 0-ին հավատան ոչ միայն հաճախորդները, այլ նաև վարորդները, որոնք որ ընտանիքներ են, պահում գումար են աշխատում, վաստակում եւ այլն։ Լավ հարց է, շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն այս երկու տարբերակ կա այս խնդիրին մոտենալու եւ լուծելու։ Առաջինը դա մեր սեփական մեքենաների գնման ձեռբերումն է ու ներմուծումն է, իսկ երկրորդ տարբերակը, որը որ առաջինի հետ համատեղ մենք հիմա իրականացնում ենք, լայնածավալ արշավ ենք իրականացնում, ուրեմն խաղարկվում է 5 հոնգչի ավտոմեքենա վարորդների համար, 25 iPhone-ը խաղարկվում վարորդների համար, եթե նկատած կլինեք, հենց փողոցներում էլ բաժանումը պատվերը տալիս են ու ընտրությունը կատարվում է հանձնաժողովի կողմից, պատահաբար կանչում ենք ու iPhone-ը տալիս ենք, այդ 25 iPhone-ն է խաղարկվում, light սակագնի վարորդների համար օրեկան խաղարկումը 200,000 դրամ 20 հոգու, այսինքն 10,000 դրամով 20 հոգու Հավելավճար են իրենց հավելավճար, նաև 5 պատվեր կատարելու դեպքում ստանում են եւս 2000 դրամ ամեն 5-րդ պատվերը կատարելուց, ինչպես նաև ունենք welcome bonus, այսինքն մարդիկ որ գրանցվում են նոր վարորդները 5000 դրամ էլ բոնուս են ստանում։ Այսինքն ասեն մոտիվացիոն ծրագիրն է, որ մենք իրականացնում ավելի շատ վարորդներ ներգրավելու տեսանկյունից։ Այստեղ շատ կարևոր է ասել, որ դուք կարող եք ձեր ավտոմեքենայով գրանցվել, եթե ձեր ավտոմեքենան ծնվել է 1998 թվականից տարիֆի համար, այո։ Իսկ կան Ինչպես մարդիկ, նաև ամենակարևոր խնդիրը, որ վարորդները քշեն ու գումար տանեն իրանց տուն, եթե կան մյուս ագրեգատորները վերցնում են 22-ից 26% միջնորդավճար, մենք վերցնում ենք 17.6% միջնորդավճար, մեր հաշվարկով եթե վարորդը ստաբիլ քշում է մեզ մոտ 60-ից 80,000 դրամ ավել փող է աշխատում մեկ ամսվա կտրվածքով։ դա քիչ գումար չէ։ Դա քիչ փող չի, իրանց աշխատածի 20-25%-ն է, որ ավել կարող են աշխատել ու տանել
տուն ու մի քանի անգամ ասել ենք, այս անգամ էլ ասեմ, երբեք այս 17-6%-ը չի փոխվելու, եթե մենք մնանք sense մակրոէկոնոմիկական ցուցանիշների մեջ։ Քանի որ ես Zero-ի եւ Zebrick-ի ամբասադորն եմ, աշխարհը մտածում է, որ ես բոլոր հարցերի պատասխանները գիտեմ։ Չգիտեք։ Ես էլ դիմում եմ հիմա ձեզ։ Բարձրաձայնում հարցերը, որոնք որ ինձ վարորդն են տալիս։ Ես ունեմ մեքենա, որ հինա, բայց ուզում եմ աշխատեմ, կարող եմ գնալ եւ ինձ մեքենա տան։ Առաջին հարցը, կամ մարդ, որ ընդհանրապես մեքենա չունի, բայց ինքը լավ վարորդ է, ասում է, ես պատրաստ եմ քշել մեքենա, եթե ինձ տրամադրեն։ Այո, ուրեմն թե մենք ինքներս ունենք այս պահին բավականին շատ ազատ մեքենաներ, որ կարող ենք տրամադրել վարորդներին, թե մեր գործընկերները էլի ունեն բավականին քանակությամբ մեքենաներ, որ կարող են տրամադրել նման հարցերով կա հեռախոսահամար, խնդրում եմ զանգարեք այդ հեռախոսահամարին, եթե ուզում եք աշխատեք, բայց մեքենա չունեք, դա խնդիր չի, զանգարեք եւ երկրորդ երրորդ օրվանից կարող եք սկսել գումար աշխատել։ Հեռախոսի համարը այստեղ հիմա կգրվի, այդ հեռախոսահամարով ուրեմն զանգարեք, ոչ թե ինձ հարցրեք, որովհետեւ ինձ մեկ-մեկ դենց հարցեր են տալիս, որ ես իսկապես ապշում եմ, կամ նստում եմ օրինակ մեքենա, վարորդը էլի շատ կոկիկ եւ այլն, բայց աշխատում է ոչ Zero-ում, ու ինձ ասում է ինչա պետք անել, որ ես դառնամ Zero-ի վարորդ։ Ասում եմ, դե պետքա մտնեք եւ գրանցվեք Zero driver։ Ասում եմ, բա եթե չեմ կարող գրանցվել, դե ասում եմ, բա որ այս մեքենան քշում եք, ոնց չեք կարող, դեղել եք, չեք գրանցվել, ինչ որ։ Իսկ ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Այս հեռախոսահամարը հիշում եք։ Զանգեք ձեր բոլոր հարցերին։ Եթե դուք ներբեռնում եք Zero driver, ինչ որ խնդիրներ առաջանում, որը որ չեք կարողանում ընթացքում լուծել, մենք ունենք support, որ կարող եք զանգել, ձեր բոլոր հարցերին կպատասխանեն, եթե հեռախոսազանգով էլ չի լինում, գրավիրեն գրասենյակ, միասին իրար հետ կանեք։ Ուզում եմ նաև շեշտել, որ մեր գրասենյակները այս պայդրությամբ 8 գրասենյակ կա Երևան քաղաքում, այստեղ հասցեները կտրվի։ Իսկ Ամիրյանի վրա էլ եմ տեսել ոնց որ։ Կարող է Ամիրյան, չէ, Պրոշյանի վրա, Պրոշյանը կարող եք մոտենալ նաև սպասարկում ստանալ այդ գրասենյակներում, դրանք մեր գործընկերների գրասենյակներն են, ովքեր որ կտրամադրեն ձեզ բավականին բարձր մակարդակի սպասարկում, համեցեք։ Եվ եւս մեկ հարց, որը որ հուզում է ավելի շատ, այսպես ասած, այն հանրությանը, որը որ սիրում է մտածել եւ ինչ որ նոր բաներ իմանալ եւ սովորել։ Արդյոք այս ամենը չի արվում նրա համար, որ ունենակ մեծ ուղևորափոխադրական ընկերություն եւ այս ամենը այն ինչի մասին մենք խոսում ենք, դա է 10%-ը, իսկ այդ ընկերությունը 90%-ը։ Ես մարդկանց մերը համոզել եմ, որ իրականում այդ ուղևորափոխադրականը այսբերգի վերևի մասն է, միգուցե տեսանելի մի քիչ։ Չէ, այսբերգի վերևի մասը այդ արհեստական բանականությունն է, ինչի հիման վրա որ ստեղծվում է մնացած ապրանքները, որ մենք տրամադրում ենք, ուղևորափոխադրումը էլի ասացի, մոնետիզացիաներից ձևն այս ծառայություններից մեկն է, որը որ մենք ընդհանուր մեկն է։ Այո, ընդհանրապես մեկն է։ Ընդհանրապես մեկն է, ու ասեմ ամենամեծը չի մոնետիզացիան էկոնոմիկայի տեսանկյունից, բայց քանի որ ուղևորափոխադրումը բոլորը տեսանելի է մարկետը, հա, ու մենք էլ այս պահին մեր գովազդային արշավների առյուծի բաժինը ուղղված է հենց այս հատվածը մեր մոնետիզացիան զարգացնելու ու ավելի որակը բարձրացնելուն մարդկանց մոտ տենց թյուր տպավորություն կարող է ստեղծվել, բայց ես ասեմ, որ այս պահին ամենամինուսավոր ապրանքը, որ ունենք, այդ ուղևորափոխադրումն է, ու ինքը երբեք չի լինելու այնքան պլյուս, ինչքան որ տալու են այն մոդելը, որ ես դες մի քիչ առաջ պատմեցի, որովհետև դրանք նո լավ, այդքանի որ մենակ իմ գաղտնիքը չի կոմերցիոն չբացահայտեմ, բայց հավատացեք շատ մեծ գումարների հետ է կապված այդ ամեն ինչը, ուղևորափոխադրմանը մենք նույնիսկ իմ թիմում մարդիկ կան, ասում են լավ պետք էր մեր այս ուղևորափոխադրումը բան, իմ գլխավոր մոտիվացիան չի եղել գումարը աշխատելը ուղևորափոխադրման տեսանկյունից, այլ այն բազան ու այն դատաները, որ հավաքվում է այդ ուղևորափոխադրման տեսանկյունից, մնա Հայաստանում, լինի հայկական, ոչ մի օտար երկրի
չգիտեմ, ծառայություններ կամ օտար երկրի քաղաքացիներ չկարողանան ռուսերեն ասեմ обработка անել այդ տվյալները, որտեղ այնտեղ ազգային անվտանգությունը ուղիղ ուղված խնդիրներ կան։ Իմ գլխավոր մոտիվացիան է եղել ու ես իմ թիմին էլ եմ ասում, որ ժողովուրդ, օքեյ, թող մինուս լինի, սպային հավաք կգա 0 կկայնի կամ մի փոքր պլյուս կկայնի, որ շուկայի 60%-ը վերցնենք, ինչ որ պլյուս կկայնի, ինչը էլի համեմատական չի լինելու մնացածի հետ, որտեղ այնտեղ մենք իրականում ռեալ այսօր արդեն մեծ գումարներ ենք վաստակում, բայց ասենց կարևոր խնդիր կա, որ Դե բացի դրանից այդ ինֆորմացիան ոչ միայն կուտակել Обработкան, այլ լայվ օգտագործել դեմ։ Օրինակ ինչ որ մեկը թշնամի երկրում պետք է իմանա գորուրա գնում, ինչքան գումարներ վճարում, Ինչ հաճախականությամբ ունի, ինչ հաճախականությամբ, իր երեխեքը ինչով են օգտվում, ուր են գնում, ինչի պետք է ինչ որ անհասկանալի երկրներում մարդիկ այդ ամեն չի իմանան։ Պարզա։ Հարց, որը նորից հուզում է այն մարդկանց, որոնք որ ուզում են օգտագործել արհեստական բանականությունը որպես գործիք։ Այսինքն դա վերաբերվում է ուսանողներին, ճարտարապետ ուսանողներին, չգիտեմ, ուսանողներին, որոնք որ երաժշտություն են ուզում ստեղծել, ուսանողներին, որոնք որ ֆիլմեր են ուզում նկարել, տեսահոլովակներ մոնտաժել եւ այլն։ Այդ ամեն ինչը այդ գործիքները երբ են հասանելի լինելու։ Ուսանողության հետ կապված, այսինքն բոլոր դատաները կան, Զեբրիկը կարող է այս պահին դիպլոմային էլ գրի կամ օգնի դիպլոմային գրելու, չէ դիպլոմային Զեբրիկը որ գրեց ինքը չկարողանա դա պաշտպանի, Զեբրիկի գրածը, չէ, ուզում ասեմ այդ ամեն ինչով ուսանողները, ժուրնալիստները կարող են օգտվել ամենօրյա ռեժիմով, այսինքն կոնտենտ ստեղծելու, սցենարային ինչ որ խնդիրներ իրականացնելու, ոչ մի խնդրեմ չկա այս պահին այդ ամեն ինչ անելու, ինչ վերաբերում է ֆոտո, վիդեո, մոնտաժ, երաժշտություն, մոնտաժ, այդ ամեն ինչը այս պահին արդեն իսկ մեր ծրագրավորողները իրականացրել են, մենք ուղղակի սպասում ենք հարմար պահի, որ այդ ամեն ինչները ներմուծենք շուկայի, քանի որ այս պահին կոնկրետ ուղևորով փոխադրման վրա ամբողջ թե գումարը, թե ուշադրությունը գնում, չենք ուզում այնց ուղղակի մուտք անենք ու ասենք Ժորժ ջան, տեսեք, էս էլ ունենք ու վերջ, հա, չէ, մի քիչ ուշադրությունը արդեն եթե հնարավոր լինի տեղափոխել այս դաշտ, իհարկե մի անգամից launch կանենք այդ product-ները ու բոլորին ցույց կտանք ոնց օգտվել, ինչ կարելի է անել այս ամեն ինչ հետ, ոնց կարելի է նաև գումար վաստակել Զեբրիկի միջոցով։ Գումար էլ վաստակել։ Իհարկե։ Դա առհասարակ ինձ թվում է բոլորին հետաքրքրեց։ Իսկ ինչպես կարելի է գումար վաստակել։ Եկեք ես պայն փակագծերը չբացեմ, որովհետև դա լինելու է, ասենք 4 ամիս հետո, ես այսօր չասեմ էլ հետո 4 ամիս մարդիկ որ 4 ամիս գումար չվաստակեք, սպասելով թե Զեբրիկը ձեզ գումար վաստակելու։ Օրինակ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն Այդ է ուզում ասել, սպորտի հետ կապված։ Կարող եք բոլորի, չգիտեմ, սաստավները հարցնել Զեբրիկին, խաղը ոնց է։ Այս պահին դե արդեն հիմա աշխատում ով ինչ տակտիկական նորույթներ ունի, այս խաղը ոնց կվերջանա, քեզ ինչ ես տենց մտածում, որ տենց կվերջանա, այսինքն ինքը ամբողջությամբ պատրաստ է այդ ամեն ինչը ձեր հետ քննարկելու, ուղղակի հաճույք կստանաք, շփվեք, հետո տեսեք էլ։ Այո, ոչ միայն կարող եք գրել, այլ նաև խոսել, ձայնային խոսում եք։ Ինչի հետ եք բախվում ամենամեծ խնդիրները, որոնք են, ինչից են ամենաշատը բողոքում։ Չէ, չկա տենց բան արդեն իսկ չկա տենց խնդիրը, որ մի բանից շատ են բողոքում, որտեվ այդ որ մի բանից որ շատ են բողոքում, այդ խնդիրները լուծված են, կան տարբեր ինչ որ խնդիրներն ու քարտը ինչ որ մեկը գալիս է ասում է վարորդների մասով էլ ասում է խնդրում եմ հանկարծ ձեր քարտեզը կամ նավիգատորը չփոխեք, սրանից լավ բան չեմ տեսել, մեկ ուրիշ վարորդ էլ գալիս ասում է ինչ քարտեզ է, ինչ նավիգատորը թափեք, չեք, հա, դրան ոնց վերաբերվես, ստացվում է անենց հիմա ամենաշատ բախումը, ինչի հետ որ մենք բախվում ենք, այդ մարդկանց տարաբնույթ ու տարակարծիք լինելը ինչը նորմալ է, հա, ինչ նորմալ է, դե հիմա մեկի դուրը գալիս է, մեկի դուրը չի գալիս, նո օքեյ, այդ արդեն ոնց որ այդ տեխնիկական խնդիր չի կամ չգիտեմ,
ռուսերեն ասած վկուսավոյ աշուշինյաներեն Այսինքն դա ճաշակի հարցը։ հա ճաշակի հարցը մենք դրա հետ էսպայն չեն կարող բոլորի դուրը գալ կամ բոլորի դուրը չգալ մենք ինչ որ մեծ մասի դուրը գալիս ենք փոքր մասի դուրը չեն գալիս ինչը շատ նորմալ է Էականում ինձ թվում է որ կարևոր է այդ փաստը որ կամ դուրը գալիս է կամ դուրը չէ գալի եւ ամենակարևորը որ մարդիկ անտարբեր չեն երբ որ անտարբեր լինեն ամենավատը այո ուրեմն մենք աննկատելի ենք եթե կամ դուր է գալի կամ դուր չի գալի ուրեմն նկատելի ենք մեծ ռուսի սկզբում ոնց դու նշեցիր որն ամենամեծ ձեռբերումը եւ այսքան զրույցից հետո կարելի արդեն ավելի հստակ ասել որ մենք կանք որ մենք առկա ենք շուկայում մենք կանք մեզ գիտեն մեզ ճանաչում են անտարբեր չեն այսինքն մեր մասին զրուցվում է խոսացվում է օգտվում են մեր պրոդուկտներից ամենադժվարը դա էր ի սկզբանե իմ համար խնդիրն էր որ բա որ աննկատ մնանք բա որ ինչքան ուզում ես գովազդային արշավարա ինչքան գումար ուզում ես կանչի ինչքան ուզում ես տոպաստը խնդրի որ քո բրենդի ամբասադորը լինի մեկը ինքը չի աշխատի եթե հետաքրքրություն չլինի ու եթե երկրորդ անգամ չգաս իսկ մենք այդ խնդիրը արդեն լուծել ենք մենք առկա ենք արդեն քարտեզի վրա թե էկոնոմիկական տեսանկյունից արդեն իսկ թե ճանաչման տեսանկյունից բոլոր տեսանկյունից մենք առկա ենք Սամվել այն գիգանտները որոնք որ այս շուկայում կան AI-ի մասին է խոսքը դուք առհասարակ իրար հետ շփում ունեք չունեք դուք նկատի ունեք համաշխարհային գիգանտների մասին այո եւ ինչպես է դա տեղի ունենում ինչ է օրինակ դա փորձի փոխանակում է թե իրար ինչ որ հարցեր եք տալի թե օրինակ չգիտեմ փակ ակումբ ունեք պայմանավորում եք ասում եք օրինակ դու սրա մեջ թույլ դեմ տեղի մենք սրա մեջ դու սրա մեջ մի մտի այդտենց չէ իհարկե չկա մենք կոնկուրենցիայի մեջ ենք մշտական ապրում, բայց շփումներ կան, օրինակ, ես ԱՄՆ-ում էի, այնտեղ հայեր կային, ովքեր որ գիտեին, իմիջիալից ասեմ այնտեղ էլ ԱՄՆ երկրորդը հարցնում էր, բա ինչի ստեղ չենք կարող օգտվենք, ինչի չեք բացում, դե հավելվածը ներբեռնենք։ Հիշեցի մի հատ հարց որ տվել են, որ ես փոխանցեմ, այո, հիշեցի դա։ Բանը, դե մենք ասում ենք, որ այս երկրներում փակ է, էլ ֆրանշիզայով պետք է վաճառենք բան ու ոնց որ այտենց ինչ որ ընդհանուր կապ ստեղծվեց ChatGPT փոխտնօրեններից մեկը իմացավ որ մենք ընտեղ ենք այդ մեր միջնորդ հայ ասաց եկեք ծանոթացեք իրար հետ շփվենք բան շատ հետաքրքիր զրույց ստացվեց նստեցինք խոսում ենք այդ գովազդային հնարավորությունից ասում եմ թե օրինակ մենք հիմա բացում ենք էլ այդ գովազդային հնարավորությունը մենք լուծել ենք ոնց կարելի է հաճախորդին ցույց տալ որ խնդիր չառաջանա նշելու ենք գովազդ ներքևը ցույց ենք տալու որ այսի գովազդը այն թեմայի շուրջ որը որ դու զրուցել ես Զեբրիկի հետ այսինքն ոչ թե գովազդ որը քեզ նավյազվեց կոպիտ ասած այսինքն գովազդ որը որ քեզ հետաքրքրել է կամ ինչ որ մի ասենք դուք զրուցում եք ինչ որ բնագավառ որը քեզ ամենակարևորը որ ձեր զրույցը Զեբրիկի հետ կամ յուրաքանչյուր AI-ի հետ հանկարծ դուք չսկսեք նկատել որ ինքը ձեզ ինչ որ բան է ծախում այո ոչ թե խորհրդատար դրա համար մենք լրիվ բացառել ենք այդ հատվածը որ ինքը կարա զրույցի ընթացքում ձեզ ինչ որ բաներ խորհուրդ տա գովազդային տեսանկյունից ոչ թե որ ձեզ հետաքրքիր է եղել դուք այդ ուզել եք ինքը դա ցույց տալ այլ ասենք թե խոսում եք туриզմից հա այնտեղ ներքևը կամ Հայաստանում ինչ որ մի հատ լավ հյուրանոցներ գնենք Ծաղկաձոր ասենք ինչ որ մի բան հա ներքևը ձեր չաթը զրուցով ավարտվելու է գրված է լինելու գովազդ ու ներքևը ինչ որ հյուրանոցի գովազդա լինելու էր բային դուք տեսնեք ձեզ հետաքրքիր եղավ բայց դուք գիտեք որ դա գովազդ է այո այսինքն դուք ոչ մի կապ չունի դա ամեն ինչը բացի կոնտեքստը այդ որ ձեզ հետաքրքիր է եղել դա այդ էինք զրուցում ինքը ասեց բա գիտես հենց մենք էլ ենք այդ խնդիրը հենց այդպես էլ լուծել ենք ասում բա ինչի գովազդ չեք դնում որտեվ չկա աշխարհում այդ հատված ասեց հենց հիմա տեստային փուլում ենք Կալիֆոռնիայում բայց բացելու ենք 2-3 ամսից ԱՄՆ-ում ու Կանադայում այսինքն ChatGPT-ով ԱՄՆ-ում ու Կանադայում լինելու է գովազդը շտապեք որ դուք առաջին լինեք դե մենք Հայաստանում բացում ենք երևի մի շաբաթ 10 օրվա ընթացքում հենց հիմա այդ դաշբորդներն է սարքում որ լինելու է ասենց ասենք դուք ինչ որ մի բան եք ուզում գովազդեք մտնելու եք այդ դաշբորդ գրելու եք այսինչ բան ուզում գովազդեմ ասենք Glumov ուտրի շոու ռադիոյի,
ուզում եմ գովազդեմ, ինչ որ վիդեոն ինքն էլ դաժե կարա վիդեոն սարքի կամ դուք եք վիդեոներ բերնում 10-15 վայրկյանանոց կամ տեքստ եք ներբերնում սիլկայով, ձեր քարտը կցում եք, ինքը արդեն 5000 դրամի գովազդիր։ ինքը դնում է Ինքը դնում է այն մարդկանց, որոնք որ հետաքրքրված են կամ ձեր target group-ն։ Այո, ինքը հասկանալ է։ Հարց, որը որ վերաբերվում էր հենց ուղևորա փոխադրման։ Այո։ Ճիշտ ասեցի։ Ոնց որ։ Ահա։ Ինձ հարցնում են, երբ է Հայաստանում, մտական համոզված եմ, որ դա դուք պետք է անեք զեյրում, երբ Հայաստանում կհայտնվեն առանց վարորդի այդ մեքենաները, որոնք շատ լավ էր, այդ նույն հանդիպման սերվիսը։ ընթացքում, ուրեմն Լոս Անջելեսում կա մեքենաների թանգարան, չգիտեմ, եթե եղել եք անպայման գնացեք, շատ հետաքրքիր է։ Ես որ գնացել էի, այնտեղ Waymo ծառայություն կա, ու այնտեղ մանրամասն ցուցադրված էր, թե ոնց են իրենք ստացել այդ product-ը, որոնք ու ես կանչեցի էլ Waymo էլ կանչեցի ու առանց վարորդի ուղևորը փոխադրումը իրականացրեցի։ Ինչ մեքենա էր։ Ասում եք, էլի Waymo-ն համաշխարհային կամպանիա է, որ բանը Տեսլա թե Jaguar, համաշխարհային կամպանիա, որ պատկանում է Google-ին։ Ու ասենք դաժե իր մոտ խնդիրը պատվիրում ես, քեզնից 600 մետր են կողմա կանգնում։ Կամ որ գնում ես վերջնակետ 600 մետր են կողմա։ 600 մետր պլյուս մինուս անում, հա, 600 մետր պլյուս մինուս անում, այսինքն բայց ինքը վախենալու էր։ Չէ, ընդհանրապես։ Առաջի մի քանի րոպեն գոնե լարվում ես, որ ես կնոջս հետ էի, այդ բանկինս, հա, բայց ես էլ որ կնոջս հետ եմ, ոչ իմանց չեմ վախում, ճիշտ է։ Եթե կինդ կողքը դա ոչ իմանց չես վախում։ Արդեն վախեցի։ Արդեն միշտ լարված է, տոնուսի մեջ ես, հա։ Բանը ավին ավելի շատ հետաքրքրասիրությունն էր բանանում, քան վախ կամ ինչ-որ բան, ոնց են արել, ոնց է ստացվել։ Ասեմ, որ տենց առանձնահատուկ ես միշտ տեխնոլոգիա չի, անպայման նորություններում կտեսնեք։ Ես իմ կարճ խելքով փորձեցի պատասխանել, որպես ամբասադոր, էլ ինձ դրել է ամբասադոր մեծատարով, մեծատար այով։ Աստի ժողովուրդ, դե հիմա դեռ մենք խնդիրներ ունենք քարտեզի հետ իրականում, ճանապարհա տրանսպորտային մեր այսինքն լոգիստիկան դու անգամ վարորդը որ նստած է չի հասկանում թե ձախ կարել էր երեք կարել էր այսօր չի կարելի Կիևյան մոստը փակել են հիմա այդ բանի վրա որտեղ կարանք թեքվենք որտեղ չէ ու ինձ թվում է որ այդ մեքենաները կարող է ստուպերի մեջ են գնեն Երևանում էլի Չէ, այդպես չի աշխատում։ Մեր քարտեզն էլ այդ ամեն ինչն է, որ հիմա Կիևյանը փակա կամ էս ինչը։ Չէ, ինքը տենվա որ փակա, բայց օրինակ ինքը տենվա որ ստեից առաջ շրջադարձ չէր կարելի, հիմա կարելի է։ Մի անգամից update է լինում։ Եթե այդ հայտնվում է բազայում, իսկ այդ բազան ով է, ոստիկանությունն է, ոստիկանությունը բազա ունի, որը եթե թույլ տան մենք կպնենք այդ բազային, Այսինքն շուտով կլինեն այդպես մեքենաներ։ Միանշանակ, սպասեք։ Ու դա էլ է շատ կարևոր լինել առաջինը իմիջիալից։ Ես մի հատ ավելի հետաքրքրական բան պատմեմ, ուրեմն երևի մոտ մի 15 օր առաջ Uber ընկերությունը գիտեք։ Այո։ Էլի համաշխարհային ընկերությունը Elon Musk-ի կորպորացիայի մեջ է մտնում, ուղղություններից։ Այն 1 տրիլիոնի մեջ է։ Չէ, դրա մեջ չի։ Այդ SpaceX-ն է, այդ մի քիչ ուրիշ է, բայց ինքը տես մի 25 հատ ընկերություն ունի, որոնցից մեկը Uber-ն է։ Ու Uber-ը հայտարարել է 15 օր առաջ, որ այսուհետ մենք աշխատում ենք դրա վրա ու երևի 2 ամսից ռելիզ կանենք, ես ցիտում եմ էլի իրան, որ դուք մենք մեր սեփական AI-ն ենք բաց թողելու ու դուք կարող եք մեքենան կանչել ուղիղ չաթի մեջից։ Այսինքն ինչ որ դուք հիմա մենք արդեն արել վերջացրել ենք։ Մի հատ գրեիք Uber-ին։ Չէ, մենք պատենտները դե ունենք, դա հիմա մեր իրավաբանները նայում են դի ինչ այսինքն կա կասկած որ կարող է ստեղից են տեսել ոչ թե կասկած կա չէ ես չեմ կարծում որ իրանք ստեղից են վերցրել վստահ եմ որ գրեթե որ իսկ եթե օրինակ հիմա այդ հարցը լուծվում է ինչ իրանք ձեզ գումար պետք է վճարեն դե եթե մեր եթե հա դուք ունեք պատենտը գրանցված եթե մեր գյուտի հետ այդ ինչ որ ձև զուգահեռվում է առնչվում է միանշանակ իրանք պարտավոր են լինելու վճարել այդ փողերով կարելի առնել կակրաս այդ մեքենաները Չէ, իրականում խնդիրը դա չի, նույնիսկ պետք էլ չի մեզ գումար կամ մենք կարող է դատական process-ների մեջ չմտնենք, կարող ենք ուղղակի նամակ գրենք իրանց ողջունենք, որ դուք էլ եկաք գաղափարին, հա, ինչ որ տենց հետաքրքիրն է, որ մենք այդ համաշխարհային կամպանիաները նույն կերպ ենք մտածում։
Դե իրականում Այս ասում են, մասով։ որ բոլոր այդ հռչակավոր գաղափարները օդում կան, ինչ որ մարդիկ են պետք որ դրանք բռնել, բռնել թեորիա իրականում, բայց ինձ սկզբից որ ինձ ասեցին, որ sense բան կա ու ցույց տվեցի, ես ուրախացա, անկեղծ ասում, առաջին ռեակցիան ուրախություն ասում, ջոգում եք, որ մենք էլ ենք տես մտածում, նույն ուղղությամբ ենք մտածում ու լավ է որ մենք էլ ենք զարգացումը տեղ տենում, հələ մենք ասենք մի քայլ առաջ ենք ընկել, բայց դե իրանք իրենց հնարավորությունը լրիվ այլ են, իրանք էլ կլինեն ոնց որ բան էլի զգացեք որ մենք էլ ենք ավանգարդում այս ամեն ինչի ու հետո երկրորդ ռեակցիան արդեն ոնց որ չեմ հիշում բիզնես զարգացման տնօրենները թե չեմ սխալվում ասաց բայց մի րոպե մենք պատենտ ունենք բան ունենք իսկ այդ պատենտները համաշխարհային ինչ որ վայր կա որտեղ որ ԱՄՆ-ում գրանցված պատենտներ ունենք այսինքն բոլոր մեծ խոշոր երկրներում չէ ԱՄՆ-ում գրանցվածը անու անցնում ամբողջ այսինքն դու ստեյց ԱՄՆ-ում է գրանցում եթե դատական process լինի կապ չունի Հնդկաստանը Չինաստանն կապ չունի դե բայց դատ ենք տալու ոչ թե Չինաստանում կամ Հնդկաստանում կամ Ուբերին հանկարծ է իհարկե չեմ կարծում որ մենք գնալու ենք այդ ճանապարհով հիմա չնայած նայում ենք պատենտների մասով ու Հայաստանում չենք դատի տալու Բարձա, դե ինչ, սպասենք նոր լուրերին, նոր նորությունների, բայց ավելավա նոր նորություն կան հին նորություն, էլի։ Նորությունը հին էլա լինում։ Իհարկե, հնացված նորություն։ Այդ հնությունն է, նորություն։ Լավ, ավելավ նոր նորություն, չէ, հին նորություն, քան նոր հնություն, դից կարող եք ասել։ Հա, ես արդեն խճճվում եմ մտքերի։ Սխոլաստիկա է։ Բայց վերջում ուզում եմ շատ իրոք խոր շնորհակալություն ասել մեր հաճախորդներին, մեր օգտատերերին, ովքեր որ ես հասկանում եմ, որ ամեն ինչը այնպես չի, ոնց որ մենք կուզեինք, որ լիներ 100% լավ չի ու ինչ որ խնդիրներ կան, բայց ես նաև տենում եմ այն աջակցությունը, որ մարդիկ տալիս են, ասելով որ օրինակ մարդկար զանգել էր այս համարով ասում էր գիտեք ինչ ես տաքսի եմ պատվիրել 0-ով Սեբրիկով մեքենա եմ պատվիրել ինքը չի գալի էլի բայց ես շատ եմ ուզում ձեր ծառայությունից օգտվում խնդրում եմ դուք կարաք մեքենա ուղարկեք իհարկե այդ մի քիչ բան է բայց մենակ այդ այնց զրույցները այդ ամեն ինչ որ ասում է գալիս մեզ հասնում չեք պատկերացնում ինչքան ուժ է տալիս այս ամբողջ այս ծանրաբեռնվածությունը պատասխանատվությունը որ մեր թիմը վերցրել է իր վրա ու էլի ասեմ պատվով իրականացնում է բայց թևավորվում են ու սկսում են թրջել շնորհակալ եմ այդ ամեն ինչի համար այդ բոլոր էմոցիաների համար որ դուք մեզ պարգևում եք Չենք մոռանում որ Զեբրիկը դեռ աճող օրգանիզմ է եւ մենք բոլորս պետք է օգնենք Զեբրիկին աճելու համար եւ բոլորս պետք է պատասխանատու լինենք նրա դաստիարակության համար եւ չենք մոռանում որ Աստված նաեւ տվող է տալիս Գործերին հաջողություն հուսամ որ հաջորդ անգամ հանդիպենք ոդքասթի մեր Zerocast-ի շրջաններում արդեն կունենանք նորություններ որոնք որ կլինեն շոշափելի եւ օգտագործելի չի կարելի այդպես ասել, վրացական ազգանուն ստացվեց, բայց օգտագործելի բաներ, որոնք որ կարող ենք արդեն անել։ Ես միշտ բացեմ, իհարկե ինչի շուշուտ ես անձամբ չեմ մերվում, որ այս բոլոր նորությունները կամ ամեն ինչով կիսեմ, որտեղ ուզում եմ որ մեծանա դառնա ինչ-որ մի բան, կարող ենք դաժե նույնիսկ ֆիքսել Գորջան ամիսը մեկ Zerocast անենք իրար հետ ու բոլոր նորությունները, դժվարությունները ու հաղթանակները իրար հետ քննարկենք։ Դա ո՞վ դառնալ աշխարհի չեմպիոն սաղի։ Իսպանիան։ Չնայած խաղը նայել եմ ոնց որ կարող է չդառնա։ Առաջին խաղից ելնելով, բայց եթե խաղից դուրս գանք, ինձ թվում է Անգլիայի հավաքականը բավականին տպավորիչ էր Արգենտինայի հետ միասին։ Գերմանիան Դե տենց լավ չէր կարելի աշխարհի առաջնությունում մեր քանակեր զայթունի հավաքականը ուղարկել դու մի հատ էլ Գերմանիան իր հետ խաղա 9-1 Լավ դե լավ բոլորին հաջողություն շնորհակալություն Սամվել թող դառնա աշխարհի չեմպիոն ուժեղագույնը իմիջիալոց աշխարհի խաղերի նորությունները Զեբրիկին հարցնենք ով է դառնալու եւ այսպիսով Սամվելը հարցնում է Զեբրիկին ով է դառնալու աշխարհի առաջնության հաղթողը կարծիքով ով է լինելու Իրա կարծիքով հեսա կասի Գանան իր մոտիկա էլի իրան
Չէ լավ ինքնս դեբիլ։ Հաջորդ աշխարհի Հաջորդ չէ, ես։ չեմպիոնը։ Հա, հաջորդ աշխարհի չեմպիոն, հա։ Սամվելը ի տարբերությունից հայերեն կարող է գրի։ Ես խոսում եմ հետը մենակ Հա, հայերեն։ ոնց ոս։ Ֆուտբոլի աշխարհի արժության հաղթողին կանխատեսելը միշտ էլ դժվար է, քանի որ շատ բան կախված է թիմերի մարզավիճակից, վնասվածքներից եւ մարտավարական որոշումներից մրցաշարի ընթացքում։ Ներկայումս որպես ֆավորիտներ հաճախ նշվում են այնպիսի զոր հավաքական ինչպես Ֆրանսիան, Բրազիլիան, Արգենտինան, Անգլիան եւ Իսպանիան, բայց այդտեղ որը որ այդ անունները տվել է, ասում է ինչ են իրանք։ Ահա, բարձր բացատրություններ։ Իսկ դու որը հավաքականին ես երկրպագում։ Ահա։ Կարծում եմ լինելու է Իսպանիան։ Դալու կլինի գրենք Կյուրասաուն, տենաս ինչ կգրեր։ Կյուրասաուն։ Տղեկ կներեք։ Կյուրասաուն։ Կյուրասաուի հավաքականին երկրպագելը շատ հետաքրքիր եւ յուրօրինակ ընտրություն է։ Թեև նրանք ֆուտբոլի աշխարհի ավանդական ֆավորիտների շարքում չեն, սակայն ֆուտբոլում անակնկալներ միշտ էլ լինում են։ Հույս տալիս Դրանով է այն գրավիչ։ Եթե նրանց հաջողվի հասնել բարձր արդյունքների, դա իսկական սենսացիա կլինի։ Եթե ուզում ես, կարող եմ ավելի մանրամասն տեղեկություններ փնտրել նրանց մասին եւ նրանց վերջին խաղերի եւ կազմի մասին։ Շնորհակալություն Զեբրիկ, իսկապես կարելի է անվերջ ջրուցել նրա հետ եւ ստանալ հաճույք հասկանալը, որ դիմացինդ խելացի եւ հետաքրքիր զրուցակից է։ Կարծես թե դա իայամ շատ կարեւոր է։ Այսօր այսքանը կհանդիպենք։ Շնորհակալություն, հաջողություն։